Հաղորդման հովանավորն է Կարսի լավաշ ընկերությունը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթերում համահայկական առավոտն է, իմը, քոնը, մեր բոլորինը։ Յուրաքանչյուր օր աշխատանքային օր ժամը 10-ից մենք կլինենք ձեզ հետ եւ կհետաքրքրացնենք եւ ավելի դրական կդարձնենք ձեր ողջ օրը։ Հիշեցնեմ մեր հովանավորին Կարսի լավաշը իր բեյքերիով, որտեղ ամեն ինչ տարբերվում է նրանով, որ շատ թարմ է եւ շատ համեղ է։ Այսօր համահայկական առավոտի տաղավարում հյուրընկալել ենք մի գեղեցկուհի, ում անունը ասոցիացվում է նրբագեղության, կարգապահության ու իսկական հայկական շարժման հետ։ Իրեն Ուլիխանյան, պարուհի, խորեոգրաֆ, ուսուցչուհի, Երևանից մեր տարեքակիցներից, այսպես ասած, մեր քաղաքի, մեր սերնդի ներկայացուցիչ։ Ողջույն Իրեն ջան։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Լավ ես սկսվել առավոտը։ Այո, շատ ուրախ եմ գտնվելու այս գեղեցիկ տաղավարում։ Անահիտ, Իրեն Ուլիխանովը։ Ուլիխանովը, օй, բարի ուսուցիչ եմ եղել Հայաստանում։ Ուլիխանյան ասաց, իդեպ ես էլ եմ հաճախ ինքս երբ որ կազմում եմ հարցեր անընդհատ գրում եմ Իրեն Ուլիխանյան, հետո ինքս ինձ ջնջում եմ ուղղում եմ Ուլիխանովը։ Ուլիխանյան նորմալ է, հայկական։ Իսկ ինչպես է որ հայկական չի ազգանունդ։ Հայկական է, բայց վերջավորությունը պարզապես փոխված է։ Սերնդեսերունդ կա երկար պատմություն, մի օր ավելի երկար զրույցի ժամանակ։ Ես ավելի հայկականացրեցի։ Միևնույնն է, նույնն է։ Այո։ Իրեն տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ, Լոս Անջելեսում արդեն ունես քո դպրոցը եւ սովորացնում ես երեխաներին, այն երեխաներին, ովքեր հաճախ այստեղ են ծնվել, ովքեր նույնիսկ երբեմն հայերեն խոսել չգիտեն։ Ինչպես է, դժվար է արդյոք իրենց հետ աշխատելը, ինչպես են իրենք իրենց զգում, երբ որ հայկական ոգի ես իրենց մեջ ներդնում։ Գիտեք, ես շատ ուրախությամբ եմ նկատել այն փաստը, որ Միացյալ Նահանգներում ծնողները շատ ուշադրություն են դարձնում, որպեսզի երեխաները մեծանան հայեցի, խոսեն հայերեն, հայո լինում են բացառություններ, որ երեխաները ասենք տանը խոսում են անգլերեն կամ գրել կարդալ չգիտեն հայերեն, բայց դա շատ ցածր, շատ փոքր տոկոսն է եւ հիմնականում բոլոր այստեղ ծնված բալիկները կամ չգիտեմ այստեղ մեծացած երեխաները իրենք շատ հայեցի են մտածում, շատ հայեցի են ընտանիքում են մեծանում, որը որ շատ ողջունելի է եւ բնականաբար ցանկացած ընտանիք, ցանկացած ծնող ցանկություն ունի, որ իրենց երեխան հաճախի բարի, նաեւ գեղեցիկ բարել իմանա, մեր հայկական ժողովրդական, ազգային է եւ այլն։ Քո մոտեցումը շատ հաճախ հիշեցնում է ոչ միայն պարարվեստ, այլ ամբողջական կանացի կրթություն։ Արդյոք դա այդպես է։ Եթե չհաշվենք այն փաստը, որ ես խիստ եմ եւ իմ դիսցիպլինա կա, այո։ Ես ուզում եի նշել քո դիսցիպլինան եւ խստությունը, որովհետեւ շատ կան հայկական դպրոցներ պարուսուցանող Միացյալ Նահանգներում, բայց կոնկրետ քո մասին հաճախ եմ լսել, որ կարգապահությունը, խստությունը եւ պահանջկոտությունը մեծ է, ինչը եւ բավականին ողջունելի է, որովհետեւ հենց դա է ճիշտը երևի։ Արդյոք դա խանգարում է մյուս կողմից էլ։ Կան երկու կարծրատիպեր, կան մարդիկ ում դա խանգարում է եւ կան մարդիկ, ովքեր որ հենց դրա համար են գալիս։ Հիմա մենք բոլորս անցել ենք այն կոպիտ ասած սովետական շկոլան եւ դա ստեղ չի անցնում, հասկանում ես, որ մեթոդը ուսուցանումը պետք է լինի այլ, մոտեցումը պետք է լինի այլ, բայց միաժամանակ դու չես կարող չունենաս այդ դիսցիպլինա, որովհետև երբ դու աշխատում ես խմբի հետ, երբ դու պետք է բոլորին, տարբեր ընտանիքներից, տարբեր մտածելակերպի հնարավորությունների մարդկանց հավաքես մի ուղղությամբ շարժես, իրանք բոլորը պետք է կոպիտ ասած ենթարկվեն մի դիսցիպլինա, ունենան մի նպատակ, մի ուղղվածություն։ Շատ անգամ այո, լինում է, որ ինձ ասեմ, մի սիրեն
ախր ստեղ երեխեքը մի քիչ ուրիշ են, դուք խիստ եք, ասում ժողովուրդ ինչ անեն, դիսցիպլինա, չեն կարող ուշանալ, չեն կարող մազերը թափած գան, չգիտեմ, եւ այդպիսի լիքը մարուկներ նաեւ ու սերունդն է ինձ թվում է այդպիսին հիմիկվա, դեռահաս երեխաներն ամանավանդ, մի տեսեք իրանց հետ պետքա շատ նուրբ խոսես, որովհետեւ դա բոլոր սերունդներում է, որ դեռահաս երեխաների հետ պետք է շատ նուրբ խոսես, որովհետեւ այդ դեռահասության տարիքը ինքը ամենաբարձր տարիքն է։ Մի լավ օրինակ բերեմ հենց այս թեմայի հետ կապված, էլի իմ անձնական փորձի հետ է կապված։ Աղջիկս փոքրը 4-րդ դասարանում է եւ արդեն 4 տարի էր դպրոց էր գնում այլ դպրոցներում, որտեղ ամերիկյան մեթոդով բոլորը ասում էին օքեյ, բան, դե երեխա է ոնց կուզի թող անի, արդեն 4-րդ դասարանում հայ ուսուցչուհի հանդիպեց մեզ, շատ խիստ, շատ պահանջկոտ, երեխաս ամեն օր լացելով էր գալիս, դու մամա չեմ ուզում փոխի իմ դասարանը, խոսում է ջղայնան, չի ջղայնանում, պահանջում էր, անելիքը տարա։ Արդյունքում այնպիսի մեծ առաջընթաց ուսումնական ունեցավ երեխաս, որ կարծում եմ դա այս մեթոդիկայով պարտադիր է։ Ես վստահ եմ, որ իմ, այսինքն ես դա գիտեմ, ոչ թե վստահ եմ, այլ ծնողներն էլ այն ծնողները, ովքեր որ բերում են իրենց երեխաներին ինձ մոտ, տարեց տարի իրենք այդ բարային աճը գրանցում են, որովհետև այլ կերպ լինել չի կարող, ես կարող եմ ասենք նեղություն չտալ, ոչ ինձ, ոչ երեխաներին, հանգիստ եմ, որ ասեմ, բայց չէ, մենք անընդհատ ունենք նոր ծրագիր, ինչ-որ մի բան, պետքա սովորեք, պետքա առաջ գնաք, այս մի ոճը, այն մի ոճը, հիմա օրինակ ես ունեմ համերգ մոտակայքում հունիսի 1-ին, շատ գեղեցիկ բարային ներկայացում են Երևանի մասին, մի դեպ ուզում եմ բոլորին հրավիրել, նաև մեծ սիրով, դուք լուսաբան ենք հետո, դուք ձեր պատվավոր տեղ ունեք այդ համերգի, դա Երևանի մասին է, այն մարդիկ, ովքեր որ, դե մենք բոլորս գիտենք, Միացյալ Նահանգներում գտնվելը դա մի շատ բարդ էտապ է, հոգեբանական շատ բարդ էտապ է, այն մարդիկ, ովքեր որ չունեն այդ հնարավորությունը գնալ Հայաստան, տարիներ շարունակ, իրենք կարող են գալ այս ներկայացումը նայել եւ սփոփել ինչ-որ չափով իրենց կարոտը, չգիտեմ, շատ հետաքրքիր է։ Ես շատ եմ սիրում այս ներկայացումը, որովհետեւ դա ես ինքս շատ հայաստանացել եմ, ես ինքս շատ իմ հավերժ կարոտը, իմ հավերժ սերը դա Երևանն է եւ հենց այդ ներկայացումը բեմադրել եմ ոնց որ տեսնելով մարդկանց, չեմ անում, այդ թախիծը շատ ու շատ մարդկանց հետ շփվելով, տեսնելով, որ շատ ու շատ մարդիկ չեն կարողանում գնալ Հայաստան, չգիտեմ Երևան։ Եվ այդ ամեն ինչի տեղից մենք կունենանք փոքրիկ դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք այս գեղեցիկ եւ նուրբ զրույցը։ Շարունակում ենք համահայկական առավոտը ուղիղ եթերում եւ մեր հյուրն է հիշեցնեմ Իրեն Ուլիխանովան եւ քիչ առաջ խոսեցինք Իրեն ջան քո կայանալիք համերգի մասին մի քիչ ավելի կմանրամասնես թե որտեղ է տեղի ունենալու Այո, սիրով համերգը տեղի ունենալու հունիսի 1-ին ժամը 7:30 AGBU Performing Arts Center-ում Փասադենայում բոլորին հրավիրում են, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են եւ կարոտել են Երևանը, որովհետեւ դա միայն պարային ներկայացում չի, վիզուալ տեղափոխվելու եք Երևան, վստահ եմ, որ այդպիսի մարդ չի գտնվի, ով չի մտովի եւ ասենք չի տեսնի իր ամենասիրելի գուցե վայրը Երևանում, փողոցը, միգուցե դպրոցը, շրջելվենք Երևանով, պարային ներկայացման օգնությամբ։ Իսկ տոմսերը ինչպես կարող են ձեռք բերել։ Տոմսերը կարող են գնել Ticket կայքում, այնտեղ կա իմ փոքրիկ Երևան ներկայացում կոչվում է, բացեմ իմ փոքրիկ գաղտնիք ես եմ Օ։ Գիտես հետաքրքիր է, ես քո համերգներին չնայած երբեք ցավոք չեմ եղել եւ կուղեմ այդ սխալը, բայց դրա հետ մեկտեղ ես տեսել եմ վիդեոներ երբ որ պարում է քո խումբը, պարում ես դու, իդեպ ես քեզ նկատել եմ դեռ մոտավորապես 2 տասնյակ տարիներից ավել, երբ որ դեռ դպրոցական է եւ դու գովազդներում, տեսահոլովակներում ես նկարվում, շատ աչքին կնող, շատ տարբերվող
Հիշում ես, երբ որ Armenia TV-ին դեռ US Armenia TV-ին գործում էր դեռ Հայաստանում եւ դու շատ նկատելի էր։ Ու այս ամբողջ տարիների ընթացքում դու քո կանացի կերպարով միշտ խնամված լինելով եւ եղել ես եթերում եւ տարբերվել ես եւ բեմում։ Ու քո խումբն էլ ուզում եմ նշեմ, որ այն ինչ որ ես տեսել եմ վիդեոներով, միշտ էլ տարածում են վիդեոներ համերգներից մանկական, բայց կոնկրետ եթե դու էլ տեսած լինես, այնքան գեղեցիկ սահուն եւ հայեցի կանացի հայեցիությունը չեմ ասում այդ մոռացա բառը սինխրոն այդ դու հասկանում ես որ աշխատանք է կատարված դա նման է կատարյալ բալետի եւ երբ որ մենք կգանք ես անպայման կադրեր կանեմ եւ կլուսաբանենք դա որովհետեւ իսկապես տարբերվում են քո սանը եւ քո բեմադրած համերգները շնորհակալ եմ շատ դա ակնհայտ է ուրախ եմ որ նկատելի է եւ այդ կարծիքին եք դուք իդեպ ասեմ որ շատ մեծ դեր ունի Վահագը իմ ամուսինը այդ ամբողջ Երևանի վիդեոները, որոնք որ կան, այն որը որ կտեսնեք, որտեղ որ կտեղափոխվեք շրջելու, դա այդ ամեն ինչ այդ ահռելի աշխատանքը կատարել է նա։ Ես կարող եմ ասել երևի իմ բեմադրությունները երևի ավելի փոքր մաս են կազմում, քան այն աշխատանքն ինչ որ արել է Վահագը եւ Վահագ Դուք առհասարակ ինձ համար շատ օրինակելի զույգ եք ու ընտանիք, դες ամենալավն եմ մաղթում, որովհետև միշտ տարիների ընթացքում զգացվել է ոնց եք դուք միմյանց լրացնում, այդ շատ կարևոր է։ Եվ քո դերը որպես կին իրոք նաև նկատելի է ասեմ։ Ես շուտ կգամ ձեզ մոտ։ Առավոտ շուտնից հաճելի խոսքեր եմ լսում։ Շնորհակալ եմ, ամբողջը անկեղծ է։ Իրեն, ուզում եմ հարցնեմ նաև քո աշխատանքի մյուս կողմից, հարսանիքներ են լինում, գիտենք, որ հարսի պար են պատվիրում եւ արդյոք հիմա էլ ես դա անում։ Այո, դա եւս իմ ամենասիրելի գործերից է, որովհետեւ դու ստեղծում ես մի պար, ինչ որ մի գեղեցիկ մի քանի րոպե այդ մարդու ամենակարևոր օրը կյանքի ամենակարևոր պահին է։ Այո, եւ երբ որ դու տեսնում ես, ասենք օրինակ, գալիս են հարսիկները, ոչ մեկ պարտավոր չի գեղեցիկ պարել իմանալ, հա, բնական է, ցանկալի է, բայց գալիս են որ ընդհանրապես չեն պարել, ընդհանրապես նույնիսկ երաժշտություն չի կարող չլսեն, ռիթմ տալ, ոչ մի բան։ Ու դու այդ մարդու ոնց որ պետք է մի ամսվա կամ չգիտեմ 1.5 ամսվա աշխատանքի արդյունքում բերես մի արդյունքի, մի գեղեցիկ բարի, որ ինքը գեղեցիկ ներկան է, ես շատ սիրում եմ պրոցեսը, մենք նոր եկել էինք, ես ոչ թե թերագնահատում եմ իմ գոլեգաներին, ես բոլորի աշխատանքը շատ հավում եմ, ուղղակի այդ համատարած հարսի բարի տենդենսը չկար, առհասարակ պարում էին այն մարդիկ, ովքեր որ հիմնականում բարի են գնացել, պարուհիներ են կամ Հայաստանից նոր են եկել, դե այնտեղ Հայաստանում տարի արդեն հա մենք հարսի պար էինք բեմադրում ու այդ կոպիտ ասած այդ մոդան, ասենց ժամանակի ընթացքում ես ունեմ ընկերուհով ստեղ նախքան ինձ ապրում էր նա արել է, բայց այդ համատարած մոդան կարող եմ վստահորեն ասել, որ ես եմ արել, որովհետև դեռ այն ժամանակ որ եկել էինք, այդ ամեն ինչը շատ սակավաթիվ էր։ Իսկ հիմա ես շատ ուրախ եմ, մենք բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, նույնիսկ գիտեք, զանգում են օրինակ տարբեր նահանգներից հարսիկներ, ասում են ես ուզում եմ Zoom-ով պարապել հարսի պար, ես ուզում եմ դուք իմ հետ պարը բեմադրեք, հետո խմբով գաք, օրինակ ընդեղ էլ արդեն այդ ամեն ինչը հասկանեք, օրինակ չեմ անում, դա կարա լինի Յուտա, դա կարա լինի ուրիշ մի նահանգ, դա կարա լինի ասենք չեմ անում։ Լավ, Իրան, իսկ վերջում այս մեր եթերին Զոաննեն կսովորացնես հարսի պար։ Կարող եմ խնդրեի երկուսս էլ միգուցե մի օր ունենանք հարսանիք։ Որ ունենանք հարսանիք, ձեր հարսի պարերը պայմանավորվեցին շատ։ Ձեր հարսի պարերը ես կդեմ, դուք ունեցեք ձեր հարսանիքը ես կդեմ։ Մենք ունենք 2 րոպե ընդամենը, եկեք ամփոփենք այսօրվա մեր եթերը, շատ հաճելի էր Իրեն ջան, որ ժամանակ գտար եւ այս զբաղվածության մեջ եկար։ Կարող ես քո ուղերձը պարզապես ասել նրանց, ովքեր մեզ դիտում են։ Շնորհակալ եմ ինձ
ինձ հրավիրելու համար, շնորհակալ եմ հրավերքի համար, ուրախ եի գտնվելու այստեղ։ Եվս մեկ անգամ ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ հաջորդ կիրակի հունիսի 1-ին ժամը 7:30 կարող եք գալ իմ փոքրիկ Երևան պարային ներկայացումը դիտել, որտեղ որ դուք կտեղափոխվեք մտովի եւ ոգով եւ սրտով եւ վիզուալ Երևան։ Տոմսերը կարող եք գնել Ticket կայքից։ Երեխաների պաշտպանության օրն է եւ երևի թե լավագույն նվերը կլինի նրանց համար։ Այդ օրը ընտրվել է հենց պաշտպանելու համար երեխաներին։ Իսկ հիշեցնենք, որ մեր հովանավորն է Կարսի Լավաշ Bakery-ն, որը ձեզ է առաջարկում թխվածքներ, կարկանդակներ, լավաշ եւ հացեղենի տարբեր տեսականի, թարմ, նույն օրվա պատրաստած եւ անչափ համեղ։ Իսկ մենք կհանդիպենք փոքրիկ դադարից հետո մեր հաջորդ հյուրի հետ։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր ուղիղ եթերը, իսկ այսօր մեր հյուրն է մի երիտասարդ դերասան, ում անունը ժամանակ առ ժամանակ սկսում ենք տեսնել ավելի ու ավելի շատ հոլիվուդյան նախագծերում։ Նա խարիզմատիկ է, տաղանդավոր, աշխատասեր ու նաև շատ համեստ, ինչը հիմա շատ հազվադեպ կտեսնես։ Նա աշխատել է թե թատրոնում, թե փորձել է իր ուժերը որպես ռեժիսոր եւ թե հայկական սերիալներում, ֆիլմ արտադրություններում իր սերիալներն է, ֆիլմերն է ստեղծել, խաղացել է հոլիվուդյան։ Մի խոսքով կարելի անverջ խոսալ, բայց իր համեստությունը եւ տաղանդը անժխտելի են։ Մեր հյուրն է Դավիթ Սարգսյանը։ Ողջույն։ Ողջույն, շնորհակալություն, որ այսպես լավ ներկայացրեցիք։ Ախր մենք չենք գովում մեր հյուրերին, մենք ասում ենք այնինչ կա, բայց թվում է թե գովք է, բայց դա իրականությունն է, Դավիթ ջան, ինչպես ես։ Շատ լավ, մերսի հրավերի համար, շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ առավոտը սկսում ես հետ։ Մենք ենք շնորհակալ, որովհետև ես գիտեմ, որ Դավիթը երեկ էլ ուներ երկարատև նկարահանում, ինչ ուշ գիշեր, բայց չմերժեց մեր հրավերը եւ այսօր մեզ հետ է դիմավորում առավոտը։ Իդեպ այսօր նույնպես նկարահանում եմ, անհնչապես Ինչ-որ հոլիվուդյան պրոյեկտում, թե։ Հոլիվուդյան չէ, ավելի անկախ պրոյեկտ։ Ամեն դեպքում Հոլիվուդում է նկարվում եւ հայկական չէ, այդ Շատ այո, գովելի է։ Դու արդեն հաստրել ես մի քանի տարբեր կերպարների մեջ մտնել, որն է ամենաանհավանական կերպարը, որը առաջարկել են քեզ։ Վերջերս մի հետաքրքիր ֆորմատով, vertical ֆորմատով սերիալի մեջ նկարահանվեցի, դա պետք է մի հատ շատ հետաքրքիր կերպար մարմնավորեի, ով մի քանի անընդհատ գլխավոր հերոսների կողքին է, ու անընդհատ իրենց մեկնաբանում է, թե ինչ է տեղի ունենում, որը շատ հետաքրքիր էր ու զվարճալի էր, որ անընդհատ ոնց որ դու բառացիորեն ներկայացնես ինչ է կատարվում։ Դա հետաքրքիր էր ինձ համար, որովհետև մինչ այդ միշտ կերտել եմ ավելի դրական կերպարներ, այս անգամ մի քիչ ավելի տեղ կար աշխատելու, բացվելու։ Հետաքրքիր է, չէ՞, նոր բանը դերը արդեն։ Երբ որ առաջարկ ես ստանում որևէ նախագծում մասնակցելու, ինչն ես ավելի կարևորում, որպեսզի առաջարկ ընդունես սցենարը, ռեժիսորը, առաջնային միանշանակ սցենարը, քանի որ նման փորձ եղել օրինակ ես ընդունել ես առանց սցենարը կարդալու, հետո պարզվել է ոչ այդքան լավ պրոյեկտ է կամ ոչ այդքան լավ դեր է, ինչպես ներկայացվում է, դրա համար միշտ առաջնային պետք է սցենարը ուշադրություն դարձվի, նոր շարժվել առաջ։ Ես գիտեմ նաև, որ դու մերժել ես մի առաջարկ նկարահանման, որը կապված է եղել արդեն ազգային ինքնության հետ կապված։ Այո, նման դեպք եղել է, իդեպ չգիտեի ես, որ դա թուրքական ռեկլամա լինելու, commercial, եւ երբ հայտնվեցի նկարահանման հրապարակում, իմանալով դրա մասին, ասացի կներեք, որ որպես ռասիզմ ընդունեք, բայց պետք է մերժեմ նկարահանվելը։ Իդեպ այնտեղ պրոդյուսերին օգնեցի հենց տեղում ինձ փոխարինել միայն դերասանով, ծանոթ դերասաններից։ Իրենց էլ օգնեցի, բայց ես անձամբ չխաղացի, քանի որ դա թուրքական էր։ Դա շատ ողջունելի է։ Իսկ կար օրինակ դեմք, ում հետ նկարահանվելը քեզ համար երազանք էր։ Ընդհանրապես քո կարիերայում։ Կար եւ դա իրականացել է։ Պատմի։ Շատ ուզում եմ միշտ Brad Pitt-ի հետ ինչ-որ նկարահանվեի ու 2 տարի առաջ
ստացա մի առաջարկ, որտեղ պետք է շատ փոքր մի տեսարանում նկարահանվեի A-list դերասանների հետ, չգիտեի ովքեր են։ Ընդունեցի առաջարկը եւ նկարահանման հրապարակում մտածում հենց Brad Pitt-ի George Clooney-ի հետ։ George Clooney։ Դա 4 օր միասին անշատել ենք, շատ հաճելի մթնոլորտ։ Որ ֆիլմներ դա։ Walls ֆիլմը գայել է։ Կարծես պաստարի վրա էլ քո նկարը կար այդ ֆիլմի։ Այո, այդ պաստարը, որտեղ ես զենք պահել եմ Brad Pitt-ի վրա, բավականին տարածվեց եւ New York Post-ի վրա եւ Deadline-ի վրա։ Մենք ունենք հոլովակ 1-2 րոպեանոց, որտեղ կա քո ֆիլմերից հատվածներ։ Ես առաջարկում եմ ծանոթանալ նաեւ նրա գործերին, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։ Security furious. No way! Sid! You got to be kidding me. We have to go. I'm not a kid. I'm 21. Do you hear me? Please, let's get out of here. Couldn't sleep last night. We're getting him home. I don't care. I am a man. I have my own life. Sid, think about Mom. I hate you. Sid! Hey, sorry. I didn't have to say that I hate you and that you're embarrassing me. You're more to me than any of these people. Can you specify some of his behaviors that are really bothering you? Of course, if you don't mind, George. What's your dream job? Even if it's like unrealistic. Well, Dr. Alfredo. Antonio! My bad, sorry. Okay, that's enough. Get out of my office! Nothing is perfect, okay? And you're not kids, just deal with it! Dr. Adolfo. Antonio! My name is Antonio! A-N-T-N-A-A-I-A-O! Antonio? Antonio! What type of donation? You mean money laundering? As far as I remember, it's always done by us. Are you involved in some kind of money laundering from Marco de Pimpi? May Lord have mercy on your soul. I am servant of the church. Come to me and I'll forgive your sins. Be my guest. Don't you dare spread this. Spread what? The rumors, idiot! I work with the Pimpy over 20 years and he never sent me anyone with the problems. Right now, I'm feeling like I'm burning in hell. Շարունակում ենք մեր եթերը հայտնի դերասան Դավիթ Սարգսյանի հետ։ Դավիթ ջան, ես քեզ մի հարց ունեմ։ Դու խաղացել ես համ կատակերգություններում, համ դրամատիկ դերեր ես ունեցել, որն է քեզ համար ավելի մոտ։ Երկու ժանրը շատ հետաքրքիր է, ամենակ իր տարբեր յուրովի ձև ունի, ավելի շատ բայց ինձ օքեարազատ երևի դրամատիկը կասամ։ Դու տեսակով ավելի տենց։ Ես story։ Բայց ավելի հանգիստ եւ զուսպ պահվածք ունի անկախ իր կարիերայից դերասանական անկախ իր տարիքից Դավիթը միշտ զուսպ հավաքված հավասարակշիռ Մենք ունենք եւս մի փոքրիկ տեսանյութ, որը կդիտենք այս պահին եւ դրանից հետո կլինենք Այս պահին կդիտենք գովազդ եւ որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը Դավիթը դեռ շատ բաներ ունի պատմելու եւ նրան բացահայտելու շատ թեմաներ ունենք մնացեք մեզ հետ
Կրկին բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, սա համահայկական առավոտն է, մեր հյուրն է խարիզմատիկ եւ խոստումնալից դերասան Դավիթ Սարգսյանը, ով փոքրիկ քայլերով գրավում է Հոլիվուդը։ Դավիթ ջան, հետաքրքիր է ունես նախագծեր, որոնց մասին դեռ չես խոսում կամ պատրաստում ես հանդիսատեսին հանձնելու։ Այո, երկու նախագիծ եմ հիմա աշխատում, մեկը կարճամետրաժ ֆիլմ, մեկը յամետրաժ, իմ ռեժիսորական գործն անելու կարճամետրաժը։ Հաջորդ ամիս ենք պլանավորում նկարահանել, իսկ դրանից հետո արդեն ուզում ենք ավելի աշխատել յամետրաժ ֆիլմի վրա, որը արդեն վաղուց պլանավորված էր ու ես հիմնադրել եմ Bohemian Productions company, որը ինն է, եւ այդ production-ը ուզում ենք զարգացնել այսպիսի ֆիլմերով։ Յամետրաժը իդեպ ցանկություն կա Հայաստանում նկարել։ Շատ հետաքրքիր կլինի։ Մյուս պրոյեկտը հիմնադրել եմ կինոփառատոն Los Angeles Stars Film Festival, որը իդեպ մարտին առաջին մրցանակաբաշխությունը եղավ։ Ունենք բազմաթիվ ֆիլմեր, մոտ 60 տարբեր երկրներից, 11 Եվրոպայից, Ազիայից, Լատին Ամերիկայից եւ մեծ աշխատանք կատարվեց դրա համար մի ամբողջ տարի։ Եվ մենք երկրորդ տարվա բացումն է նախապատրաստումն է եւ մարդիկ արդեն կարող են հայտ տալ։ Արդեն հայտեր ընդունում ենք։ Հետաքրքիր է, իդեպ եթե կան մարդիկ, ովքեր ունեն ֆիլմեր, որոնք կարող են փառատոնին առաջարկել, ինչ կրիտերիաներով են ընտրվում։ Առանձնապես կրիտերիաներ չկան։ Կարճամետրաժ միայն թե ցանկացած ֆիլմ։ Տեսակի պետք է մտնել Film Freeway edge-ի վրա, որը պլատֆորման է, որտեղ կարող են դիմել։ Ուղղակի պետք է գտնել Los Angeles Stars Film Festival եւ այնտեղ կատեգորիաները տրված է արդեն։ Ինչպես է կոչվում փառատոնը։ Los Angeles Stars Film Festival։ Որ այդպես գրեն կբերի այս։ Ապագա Օսկարն այլն է, էլի։ Հետաքրքիր է։ Գիտեք, մենք ունենք մի քանի կադր այս վերջին մարտ ամսին կայացած փառատոնից, դիտենք եւ պատկերացնենք ինչ է դա։ Այսքան գովեցինք, խոսեցինք Դավիթի մասին։ Դավիթը երիտասարդ տղա է, ում սիրտը կարծես թե ազատ է այս պահին։ Երևի թե դες զբաղված չէ։ Աղջիկներ։ Լավ, աղջիկներ ջան, մենք փնտրում ենք Դավիթին արժանի հարսնացու, բայց քաստինգը շատ խիստ ենք անցկացնելու, այնպես որ եթե կան հետաքրքրված մարդիկ, խնդրեմ։ Քո Instagram-յան էջը ոնց է, ասա, որ աղջիկները քեզ գրեն։ David Sargsyan official։ David Sargsyan official։ Կաստինգը ես կանցկացնեմ, որովհետև ես ինչպես երևի թե ամենամեծը ձեզանից եւ ամենասրտացավն ու խիստը կընտրեմ լավագույն տարբերակը մեր սիրելի Դավիթի համար, խոստումնալից դերասան, ով մեծ ապագա է ում սպասվում, ես դրանում վստահ եմ Դավիթ ջան։ Իսկ ո՞րն են քո կրիտերիաները, օրինակ, ինչպիսի աղջիկ կողքին լիներ։ Կարևոր հատկանիշները որոնք են։ Հարթ հարցեր։ Կարևոր նվիրված ազնիվ բարի Սևահեր թե շիկահեր։ Այդտենց տարբերությունները Աչքի գույնը։ Իդե Դավիթը շատ խոր անձնավորություն է եւ ինձ թվում է, որ իրեն պետք է իրպես խորը եւ հանգիստ եւ նվիրված աղջիկ գտնել քեզ համար։ Շատ բարի, լավ։ Իսկ որպես դերասան, ինչից ես փորձում հեռու մնալ, վերադառնանք քո դերասանական։ Հեռու մնալ վատ պրոյեկտներից երևի ամենակարևորը, որտեղ եթե իրոք ինչ-որ վատ պրոյեկտի մեջ լինես, ամբողջ արածդ աշխատանքը կարող ես փչացնել
Բայց արի խոստովանենք, որ ցանկացած մեկի կարիերայում այդ ֆեյլեր, այդ պատահմամբ վատ իրադրություններում այո հայտնվելը լինում է, որովհետև դա անխուսափելի է ու երբեմն դու չիմանալով ես հայտնվում։ Օրինակ, ինչպես ասացիր, հրավիրում են քեզ որևէ ֆիլմի, սցենարը քեզ պատմում են, բայց երբ որ արդեն գալիս է դու կարդում ես եւ նկարահանվում ես, պարզվում է բոլորովին ուրիշ բանի մասին էր խոսքը։ Կամ որակական առումով։ Իդեպ վերջերս մի լավ անկախ կինոյի մեջ նկարվեցի, Ռեզիդիումն անունը, երկու ալբանացի քույրեր էին ռեժիսորները, Գրետա եւ Վիլմա Զելենհաժները։ Այնտեղ կերպար ստացա ու իդեպ քենդավիթն նույնպես կերպարներ միասին նկարահանվեցինք, փակ դիտում եղավ, բավականին խոստումալից ֆիլմ է, չնայած սկզբից ինձ հակառակն էր նկարահանման հրապարակում մտածում էի, որ երևի այդքան լավ պրոյեկտի մեջ չեմ եղել, բայց ֆիլմը դիտելուց հետո հակառակ էֆեկտը ստացա, որ շատ լավ ֆիլմի մեջ եմ եղել։ Այդ թրեյլերը, որը ես տեսա դրա մասին է խոսքը։ Ես իդեպ խնդրել էի նրանց կադրը չեմ տվել, որովհետև հիմա դիստրիբյուցիայի պրոցեսի մեջ եմ, որպեսզի փաթրոնը տանեն, չտվեցին ֆայլերը, բայց ֆիլմը շատ խոստումալից է եւ հուսով շուտով կհայտնվի նաեւ մեծեքրանին։ Օ, կսպասենք, շատ հետաքրքիր է։ Դու շատ պրոյեկտներ ունես եւ շատ նաեւ պլանավորած բաներ ունես։ Շնորհակալ ենք, որ եկար մեզ հյուր, հաջորդիվ երբ որ կունենաս արդեն այլ միջոցառումներ եւ ֆեստիվալի շրջանակներում նույնպես կգաս կխոսենք քո պրոյեկտներից։ Շնորհակալ ենք։ Ամեն ինչ ուժի մեջ է, թե փառատոնը, թե հարսնացուն։ Ավարտվեց մեր այսօրվա եթերաժամը, շնորհակալ եմ Դավիթ ջան, եթե որևէ բան ունես ասելու կարող ես։ Շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ անցկացնել։ Մենք էլ ենք ուրախ քեզ հետ առավոտը սկսելու։ Իսկ մենք կհանդիպենք վաղը չէ, կներեք երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին։ Եվ շնորհակալություն մեր հովանավորին Կարսի Լավաշին իր համեղ տեսականիով։ Հաղորդման հովանավորն է Կարսի Լավաշ ընկերությունը։